Այսօր Դավիդիս պատվերով սպաս եմ պատրաստել, անջատել եմ արդեն, կարագը դրել եմ, հեսա Արտուրը կբերի համեմ կլցնեմ, ճիշտ ասած մոռացել էի, որ համեմ չունեմ, բայց խնդիր չի, ինքը մեկա չի սիրում այդ կանաչիները հանելա տալիս ինձ, դրա համար օքեյ եմ այս պահին, ստեղ ուրեմն ուզում եմ սենց ֆարշ ունեի, հալացրել էի, հիմա սրա մեջ մի քիչ բրինձ եմ ավելացրել, այդ կոլուլակներ կանեմ կսառացնեմ սուպի համար, այստեղ հավի կրծքամիս ունեմ, որը որոշել եմ սենց պաքսիմատի կամ ալուրի մեջ թաթախել ու տենց պահել որպես նագեցների նման մի բան, ու այստեղ սենց ֆարշ ունեմ էլի մսի, որը որ պետքա պատրաստեմ վարդ ռոզաչկաներ։ Խմորս արդեն պատրաստ է, հիմա բաժանում եմ երկու մասի ու արդեն կսեմ միսը, կլորացնեմ, կտրատեմ, շարեմ տարայի մեջ ու սոուս սարքեմ, որ տենց պատրաստենք։ Ուրեմն հիմա կտրատում եմ սենց միջին չափի սոխակարմիր, կստացի ստեղ սոխի կլեպներ ունեմ հավաքած, գիտեք, շուտով զատիկա, ուզում եմ տան մասին պատմեմ մեր, ամենասկզբում եղել ենք Բելգիայի Յաբեկե գյուղում, հետո եղել ենք Սինտրուդեն քաղաքում, որը դեռևս մնում է իմ սրտի քաղաքը Բելգիայի, հիմա էլ Տոնգերենում ենք, Տոնգերենը մոտ 20 կիլոմետր է հեռու Սինտրուդենից, աղբերս ապրում է Բրուսելում, հաճախ եմ այնտեղ լինում, այնտեղից էլ վլոգներ կնկարեմ, այստեղ բնակարան գտնել ասելով վարձակալելը շատ բարդ է, երբ որ դու չունես ID քարտ, այսինքն իրանց անձնագրերից։ Քեզ տալիս եմ բնակարան այդ պարագայում ու վաբշե ասեմ առհասարակ բնակարան գտնելը այստեղ շատ բարդ է։ Դրա համար եմ, որ արդեն այնց վիճակ էր, որ ուր լիներ ես համաձայն էի, մենակ թե դուրս գայինք ճամբարից։ Ու տենց գտանք, սկզբում մենք այս տան վերևի հարկը պետք է վարձակալեինք, բայց հետո նենց եղավ իջանք ներքև, կարծում եմ ստեղ ավելի լավ էր, այնտեղ սենց կռիշի տակ տուներ, ովքեր Եվրոպայում են իրան գիտեն այդ շենքերը կռիշի տակ թեք պատալոկներով, աղբորս տուն որ գնամ իրանց տան վերևի հարկը այդ տեսք ունի ցույց կտամ, այսենց տոմատով սոուս ունենք, սոխարածով, հիմա պիտի ես Դավիթ հանգիստ ու հիմա պիտի ես վարդերը կտրտենք, տնենք մեջի էպվի, քեղեցիկ։ Վարդի տեսք ենք տալիս, բացում ենք։ Ինչպես արդեն տեսակ, իմ վարդերը պատրաստվում են, այդ ընթացքում ուզում եմ մի հատ կարտոֆիլ էլ պատրաստել այրոգրիլի մեջ։ Վաբշե կարտոֆիլը կլեպով եմ անում, լավ լվանում եմ, բայց այս անգամվա կարտոֆիլը տեսակ ոնց որ բան լինի, կանաչ եմ զգում էլի, իր գույնը այնչի դուրս չի գալի, իրանք սենց դեղին ցանցի մեջ են վաճառվում ու դու ոչ մի կերպ մինչև բացելը չես կարողանում էլի տեսնես ինչպիսի տեսք ունի կարտոֆիլը, վերցրել եմ ամենամանրները, տարբեր չափերի են, նախ եկեք սկսենք ամենասկզբից,
Անկեղծ չեմ կարող ասեմ ինչի համար ենք եկել ու խնդրում եմ մի գրեք հարցեր ինչու որոշեցիք ինչու այսպես ինչու այնպես դա շատ խիստ գաղտնիք է չէ իրական գաղտնիք չի բայց չեմ ուզում խոսամ այդ մասին առհասարակ ու եկել ենք այստեղ Բելգիա ինչի ենք որոշել որովհետև հետաքրքրվել ենք ամենահարմարը այստեղ էր մեզ ու բացի այդ այստեղ Բելգիայի վատը այն է, որ ինքը Հայաստանից մի փոքր երկիր է, բայց ունի 3 պետական լեզու։ Ամենավատ պահն է, նայեք կանաչավուն է, մի տեսակ։ Ամենավատ պահն է այդ իմ համար, որ ինքը ունի 3 լեզու, այսինքն ինքը բաժանվում է 3 զոնաների՝ ֆրանսիական, գերմանական և հոլանդական, այսինքն նիդերլանդերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով են խոսում, մենք կոնկրետ ապրում ենք այնպիսի զոնայում, որտեղ խոսում են նիդերլանդերեն, հոլանդերեն ենք մենք խոսում, հոլանդերեն սովորել եմ ահագին, դպրոց եմ գնացել, 1, 2, 3 կուրսի սերտիֆիկատ ունեմ, հանձնել եմ նաև նաշոնալիտետ ստանալու քննությունը, որը որ անցել եմ, քննության միտքը հետևյալն էր, երբ որ վերջացնում ես 2-րդ կուրսը, լեզվի դասընթացի, քեզ հնարավորություն են տալիս անվճար հանձնել նաշոնալիտետի քննություն, այդ ընդհանրապես կապ չունի, այսինքն նշի, եթե դու այդ քննությունը հանձնում ես, ուրեմն վաղը պետքա ստանաս արդեն քո քաղաքացիությունը, բայց դրա լավն է, որ արդեն ինչ-որ թղթային հարցերով դիմելու համար դու պատրաստ ես լինում, որովհետև դրա համար իրենք քեզ նորից տրամադրում են սերտիֆիկատ։ Այսինքն, սերտիֆիկատը չեմ վերցրել, լավ է, կգնամ դպրոց համ կնկարեմ, համ էլ ձեզ ցույց կտամ։ Հա, այսպիսին է պայմանները, ավարտելուց հետո 2-րդ կուրսը անվճար հնարավորություն են տալիս քեզ մասնակցելու քննության, բայց եթե քննությունը չես անցնում, սանդղակ կա, դրանից հետո իրենք քեզ էլի հնարավորություն կներեք, էլի հնարավորություն տալիս են մասնակցելու քննությանը, բայց այդ դեպքում արդեն նորից պետքա կուրսը վերցնես, իսկ կուրսը վճարովի է ու պետքա նաև քննության համար վճարես, հիմա ես անցել եմ անվճարով, ինչի համար իրոք շատ ուրախ եմ, որտեղ ժամանակ չունեմ, ես այդքան կուրսեր վերցնելու համար երեխեքի հետ դժվար է, այդ պահը բռնացրել եմ, տենց մոտավորապես 6 ամիս դասի եմ գնացել, ամեն կուրսը 2 ամիս է տևում, արագացված ինտենսիվ կուրսերը։ Այդպիսի բաներ, աղբերս ապրում է ֆրանսիական զոնայում, իրանք խոսում են ֆրանսերեն, բարդ է, չգիտեմ, հետագայում, եթե այսինքն ուզենաս բնակության քաղաքդ փոխես, պետք է ստիպված լինես այնպիսի քաղաք գնաս, որտեղ լինի քո սովորած լեզուն գոնե, որովհետև չնայած ինչքան պետական լուրջ կառույցներ կան, 2 լեզվով խոսում են, ճիշտն ասած, խնդիր չի առաջանում այդ դեպքում, մենակ մարդկանց հետ շփման մեջ է ու ճիշտն ասած այլ ազգի մարդկանց հետ, որովհետև 90%-ով տիրապետում են ֆրանսիական զոնայում ապրող բելջերը նիդերլանդերեն, նիդերլանդական զոնայում ապրող բելջերը ֆրանսերեն, խնդիր չի իրենց համար, գերմաներենից գաղափար չունեմ, որտև այդ կողմերի վրա ընդհանրապես չեմ եղել։ Այդպիսի բաներ, այդ լեզվի և Բելգիայի պատմությունը։ Ինձ թվում է այսօրվա համար այսքանը հերիք է, հետո էլի կպատմեմ ձեզ ինչ-որ բաներ, ուզում եմ սենց կամաց գնանք դեպի, չգիտեմ, թեմաներ, որոնք ձեզ կհետաքրքրի գրեք, սկզբում ահավոր դժվար է լինում, որտև քո համար սենց ամեն ինչ ահավոր թանկ է, երբ որ դու Հայաստանից ես գալիս ու ասում քո ձեռքի փողը Հայաստանից բերված փողն ալնում ու դու ես տանում դա սարքում եվրո քո հետ բերում ես, դու արդեն սաղ ավտոմատ սկսում ես հայկական դրամով հաշվել, կատաստրոֆիկ թանկ է քեզ թվում ամեն ինչ, բայց հետո որ արդեն ապրում ես ու ոնց որ արդեն մոռանում ես, որ կարելի է հայկական դրամով հաշվել, սովորական գներ են ու ասեմ նաև, որ Բելգիան համարվում է Եվրոպայի ամենաթանկ
երկրներից մեկը, թե աշխատավարձի առումով է լավ վարձատրությունը եւ թե մթերքների, այստեղ Փարիզի գներն է, այսինքն հետագայում եթե ինչ-որ տեղ ուզենաս գնաս հանգստանալու, քո համար բավականին էժան է թվալու, որտեղ Բելգիայում ամեն սարսափելի թանկ է։ Այսպիսի բաներ, հիմա այս կարտոֆիլի հետ կապված մի հատ շատ կարևոր գործողություն պետք է անենք միասին իվերքեն։ Ինչ-որ հարմար, ոչ սուր դանակ եմ միշտ ընտրում, կարտոֆիլը լվացել ենք, նայեք, ու սենց իրան սկսում եմ կտրատել։ Այս ճիշտն ասած Արտուրից եմ այս պրյոմը սովորել, տրյուկը։ Ինքը միշտ խորովածի ժամանակ անում ու շշի վրա է անցկացնում կարտոֆիլը։ Սենց կտրատում ենք։ Միշտ խորովածի ժամանակ արելա, տենց ոնց որ սովորել եմ, էլի, ես էլ տան պայմաններում ինչ միջոցով կարում եմ, անում եմ այդ։ Այս աշխարհի ամենալավ դանակն է, այս այն Հայաստանի 100 դրամանոց դանակների փոխարինողն է ստեղի, էլի, մինչև հիշեմ ինչ-որ մեկը, որ գալու լինի, ասեմ հետները այն 100 դրամանոց դանակներից բերեն։ Շատ կարևոր է, էլի այդ, որտեղ չեմ գտել ստեղ առայժմ, թե պետք կարող է լինի։ Հա, այստեղի ամենաբարդը, երբ որ դու ոչ մի բանի տեղը սկզբում չգիտես, գնում ես գնումներս կատարում ամենաթանկ խանութներից, ամենավատ ապրանքները, մինչև որ արդեն հասկանում ես, որը որտեղ է ինչ է, ու ստեղ ամեն ինչը խնդիր է, ասեմ, ձեզ ենթադրենք, եթե ուզում ես ինչ-որ մանր-մունր զիզիկի-պիզիկի բաներ առնես, պետք է պատվիրես մենակ Թեմուից, կամ տենց օնլայն խանութներից, իսկ մեր Հայաստանը Ես ինչ սիրունա, ես ինձ անակնկալներ են անում, հատուրն է հաստատ սարկել, ես ես ուտելու վարդ եմ սարքում, դուք ինձ սենց, հա, ենթադրենք Հայաստանում են փեթակը մեզ փրկում է կոնկրետ են զիզիկի, պիզիկի բաների մեջ, բայց ստեղի փեթակը հլը որ չեմ բացայտեմ, եթե ինչ-որ մեկը Բելգիայում ապրում է ու ինձ նայում է, խնդրում եմ ինձ ասեք որտեղ է ստեղի փեթակը գտնվում։ Հիմա սա պետքա լավ համեմենք, ես մի քիչ ձեթ եմ անում ու որ կպնի համեմունքները վրան ու դնում եմ այրոգրիլի մեջ մի քանի րոպե ու ինքը ահավոր համով փափուկ ընտիր բան է դառնում ու հիմա սալատիկ ենք պատրաստելու իրար հետ։ Արտուրի պատրաստած պայուսակ վարդերը իմ համար Դավիդն է նվիրել ինձ, մամաս էլ ասում է քո պուճուր սունքի։ Տեսեք, մոտավոր այսպիսի տեսք ունի կարտոֆիլներս, մի քանի րոպե առաջ եմ դրել, այնտեղ ռոզոչկաներս լավ եռում են, հիմա մի հատ թեթև աղցան ենք պատրաստում։ Մի խոսքով լեզուների մասին են խոսեցինք ու ես հիմա ձեռքի հետ աղցան եմ պատրաստում։ Հիմա ցույց տամ։ Աղցանի մեջ ունենք կուկուրուզ, վարունգ, հեսա կարմիր սոխ եմ կտրատելու մի քիչ, պամիդոր, չեմ հիշում ունեմ թե չէ, սպահին բավշե դնում եմ պամիդոր, մայոնեզ եմ անում կամ ձեթ, այս անգամ ուզում եմ ձեթով անել, որտեղ շատ արդեն սիգնի է ամեն ինչ, ձեթով ու լիմոնով եմ ուզում սարքել։ Հա, սկզբնական շրջանում լեզվի հետ խնդիր չենք ունեցել, քանի որ ես անգլերեն խոսում եմ ու իրոք անկեղծ եմ ասում, եթե մտադրություն ունեք երկրից դուրս գալու մանավանդ եվրոպական երկրներ, անպայման անգլերեն սովորեք, այդ հաստատ ձեզ փրկելու է, ոնց որ մեզ է փրկել, ինձ ոչ մեկի զանգել պետք չի եղել, ոչ մի թարգմանություն անել պետք չի եղել, ամեն հարցերս ես անգլերենով լուծել եմ, ոչ մեկի չեմ դիմել լեզվի հարցով, անգամ դեպքեր ա եղել, ռուսերեն հիմա, որ ուկրաինացիները այստեղ շատ են, էլի պարբերաբար խոսում են, բայց մենակ ուկրաինացիները ու ռուսերենին այստեղ մի տեսակ այլ աչքերով եք նայում, ոնց որ քեզ պես չի, որ դու ռուսերեն խոսաս, բայց մեր ճամբարում եղել են դեպքեր, որ եկել են օրինակ Մալդովիա, այնտեղ չգիտեմ, Վրաստանից մարդիկ ում հետ ռուսերեն են շփվել, այդ առումով Արտուրի բախտնաբեր, որտեղ ինքը շատ լավ ռուսերեն գիտի,
Ես էլ գիտեմ, բայց իրաչափ չգիտեմ ռուսերեն։ Վատենա, որ ինքը անգլերեն չգիտի։ Ռուսերեն գնում էի թարգմանություններ էի անում աշխատողների համար, որ ինչ-որ մեկը նոր էր գալիս, մենակ ռուսերեն էր խոսում, գնում էի ռուսերենից թարգմանում էի անգլերեն, իրանց անգլերենից թարգմանում էի ռուսերեն։ Մի խոսքով այդպիսի բաներ։ Ասում եմ պատմելու, ահա որ շատ բան ունեմ ու չգիտեմ որտեղից սկսեմ, սենց ամենօրյա վլոգներս կարող է մի քիչ երկար տևեն, հուսամ ձանձրալի չի լինում, բայց ոնց որ ասած պատմելու բաներ ունեմ, դրա համար շատ երկար խոսակցություններս լինում։ Այդպես, հեսա պատրաստի սեղանը արդեն կնկարեմ ձեր համար ու եթե ժամանակ լինի կգնանք այդ եսօր։ Եվ վերջ մեր սեղանը պատրաստ է, աղցանս, այստեղ սմետան, մածուն, սոուսներ, սա կարտոֆիլ է, այս ամենասիրածս բաներից է կծու ծիծակը, ասել ռոզոչկաները մեր համերագույն սպասիկ դավի համար, մի խոսքով բարի ախորժակ նրանց, ովքեր ճաշում ընտրում են կամ նախաճաշում են։ Այս պարկում էր դավը աչքը կապտացրել։ Արի հելնենք ընդ հեն անդ աթուր սեղան կայդում։ Չենք խախտում ավանդույթները։ Շոկամ ենք։ Չէ, ձակս, պրոստը նեստ կաֆե։ Դավինը ինչ ենք տալիս։ Այո։ Մամա, շատ եմ ուզում։ Խնդրեմ։ Դե, համ որից ես։ Ինչի։ Ծանր դեր գլերս, դերս ծունկիս։ Ծանր ուսի հետ։ Ծանր ձեռս դրել եմ ծունկիդ։ Հա։ Okay. Այսքանով ուզում եմ ավարտեմ այսօրվա վլոգը, մի քանի օրվա վլոգը, եթե չեմ սխալվում, մի քանի օրից եմ մոնտաժելու, որ տեսնեմ հնարավորինս ինչ կա միացնելու իրար, կաշխատեմ շաբաթը մոտ 2-ից 3 վլոգ տեղադրել, հուսամ կստացվի, չեմ խոստանում, բաներ, հիմա գնում ենք տուն, ուզում եմ հիշեմ, ինչ չեմ պատմել ձեզ, բայց ոնց որ ամեն ինչ պատմել եմ, հա մենակ չեմ պատմել, որ Տոնգերենը դա Բելգիայի ամենահին քաղաքներից է ու այստեղ է գտնվում բոլոր անտիկվարիատ իրերի խանութները եւ կիրակի օրերը լինում է շուկա մեծ, փողոցային շուկա է լինում,
այդտեղ վաճառում են հին իրեր։ Մի օր որ հարմարվի կգնանք, ճիշտն ասած ես չեմ սիրում այդ հին իրերը, դրա համար ինձ չի հետաքրքրում, Արտուրը գնացել է, բայց ես չէ, բայց կարող է ձեր խաթր գնամ, հələ տեսնեմ։ Եվ այսքանով եկեք եզրափակենք այսօրվա վլոգը։ Մազերս վրոդի լավ ֆենած էր։ Պրոստը ստեղ այնքան վատ եղանակ ա միշտ։ Արև պայծառ լավ եղանակ ու կարա մի 2 վայրկյան, չէ, մի վայրկյան անձրև գա, ու անհասկանալի անձրև, նայում ես ոնց որ ձյուն լինի, նայում ես ոնց որ սելավ լինի, սես տարբեր ձևերի անձրև ա գալի մի րոպեանոց, մեն որ փչացնում է ամեն ինչ, շատ վատ եղանակ ա լինում, մեն որ արևոտ Հայաստանից գալիս է ստեղ, համար առաջի ամենադժվար բանը այդ եղանակի հետ հարմարվելն է, բայց դե մենք արդեն հարմարվել ենք, այն որ լրիվ նորմալ է, իմ համար վաբշե, որտև ես անձրև սիրում եմ, բայց դե, չգիտեմ, մեկ որ ուզում ենք մի բան անենք, մի տեղ գնանք ու անձրևային է լինում, նու պիկնիկ բան, այդ ժամանակները մենակ լավ չի, չընդհանուր իմ վրա չի ազդում։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր ում վրա ոչ ուրախանալու համար են, որ ասում են խմեմ, որ բարեմ, չգիտեմ, տենց բաներ են, չէ ասում, որ հիմնական տղամարդիկ են ասում, բայց շատ կանայք էլ կան, որ իրանց ուրախ զգալու համար ինչ-որ բան է պետք, կամ պարելու համար, բայց ես այդ մարդկանցից չեմ, ոնց որ այսքան ինձ պետք չի ինչ-որ մի բան անելու համար։ Ընգավ? Okay։ Իմ համար okay ամեն ինչ։ Այսքանը լավ, ես ես վերջերս հասկացել եմ, որ շատ եմ խոսում, ոնց որ հայ մարդկանց կարիք ունեմ ես, կարոտել եմ հայերին են, բոլոր այդ կոմենտները, որ կարդում եմ, շատ հաճելի ապրեք, որ արձագանքում եք, գրում եք ու տենց ակտիվություն եք ցուցաբերում, հատ առ հատ շնորհակալ եմ բոլորիցդ, հնարավոր է չկարողանամ պատասխանեմ, բայց անկեղծ միշտ կարդում եմ, հիմա կաշխատեմ հնարավորինս պատասխանել, բայց սրտիկները անպայման կդնեմ, okay։ Վայ, շունչս կտրվում է, որովհետև 3 հոգանոց Կալյասկայում հրում համել, լայֆխակ 3 երեխա ունեցող մամաների համար։ Մենք մի հատ այլ Կալյասկայել ունենք, այն մեկը շատ լավն է, այն մեկը մի մատով հրվում է, մեծ է ավելի անիվները ու շատ լավ գնում է, հա դավս Իվան, ձայնս փոխվել է, մի սայլակով միշտ շատ հարմար է լինում, Դավիդն էլ հատուկ նստելու սենց երկաթ ունի դիմացի հատվածում, Դավիդը միշտ այդտեղ նստում է ու մենք գնում ենք, իդեպ ասեմ, որ երեխեքը նոր էին ծնվել, իրանց մի կալյասկայի մեջ էի դնում, պրագուլոչնի կալյասկեն, որը մեր հետ եկել է Հայաստանից պատկերացրեք այդ կալյասկայով էինք, ու երեքը նստում էի Դավիդը դիմացն էր նստում, ու երեխեքը պարկում էին հանգիստ, որտեղ շատ պուճուրիկ էին։ Այս կալյասկան վերցնում ենք, որ մեքենայով ենք լինում այդ ժամանակ, որովհետև ինքը շատ քիփլիկ փակվող կալյասկա է, իսկ այն մեկը շատ մեծ է փակվում։ Սրանից առաջ, որ մի հատ մեքենա ունեինք, այդտեղ հանգիստ տեղավորվում էր, բայց այս մի մեքենայի մեջ էլի տեղավորվում է, բայց շատ դժվարությամբ, մանավանդ, որ ես երեխեքի հետ մենակ եմ լինում, Արտուրը հետներս չի լինում, շատ դժվար է լինում իմ համար կալյասկեն տեղավորել, մեջքս ցավում ենքան ծանրը։ 20 րոպեա խոսում եմ մարդ գիտես, բանը, ոնց որ խոսալու կարոտ եմ մնաս, լուրջ եմ ասում։ Շատ լավ է խոսա։ Հա? Հա, պրինցիպի։ Ես էլ մեր շատ սիրելի այգին է, մանավանդ Դավիդի, հիմա մութ էր, այն կողմում լիքը տենց խաղալու սղարաններ, ավազներ,
ճոճորաններ, շատ հավես բաներ կա, մի օր լույսով կգնանք ցույց կտամ։ Ջուր կա Սիրուն, հետո գրադարան կա այն հատվածում, Սիրուն իր սրճարանը ունի։ Արի օգնի։ Արի օգնի պապային։ Չես օգնում։ Արդ բայց առաջինը պիտի կալյասկեն դնեի ոնց որ ավանդույթն է։ Պասաժիրները էլի խնդրում։ Ինչն է շատ երեխեք է մեջ, վայ բան չի երևում։ Միացրել էի, որ իբրև բարի գիշեր ասեի, սա կյանքս պատմեցի, բացի բարի գիշերից։ Հիմա գնում ենք տուն ու էս իմ ասած անձրևն է, նայեք, եմ որ մի 2 վայրկյանում սենց այնքան է, որ անկապ մի բան գալիս է, որ համ ֆենացդ մազերը փչանա, համ գնացածդ տեղը հարամանի, արդեն եղանակ է, իդեալական։ Դավ, դե ասա մի հատ բարի գիշեր ձակ, ասա բարի գիշեր բոլորին, ասա բարի գիշեր բոլորին, ապրես իմ կյանք, բարի գիշեր։ Նայեք անձրևը խնդրում է, ես ինչ անձրևացուն է, ինչ է գալի արդ, մաղում է ինչ-որ բան։